Ղազարյան, նախ սպասելիքներ այսօրվա հանրահավաքից ինչպիսին են, ինչ մեսիջ եք ուղարկում հանրության այս հանրահավաքում։ Սա շատ կարևոր հանրահավաք է դեռևս նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ։ Դուք հիմա գիտեք, որ այն փուլում ենք, երբ որ կուսակցությունները, դաշինքները հստակեցնում են իրենց համամասնական ցուցակները, այսինքն ձևավորվում է քաղաքական թիմը, որը որ մենք գնալու ենք ընտրություններին, եւ այս հանրահավաքը կազմակերպեց ցուցակի առաջին 36 համարի տեխնացուները հրապարակելուց հետո, եւ հիմա մենք այսօրվա գլխավոր իրադարձությունը դեռևս կլինի Սամվել Կարապետյանի ուղերձի հնչեցումը։ Դուք գիտեք, որ մինչև հիմա մենք այդ հնարավորությունից զրկված ենք, նրա ուղի խոսքը լսելու հնարավորությունից, պայմանավորված դատանի որոշմամբ սահմանափակումներով։ Հուսանք, որ առաջիկայում հնարավորություն կլինի նաև տեսնել նրա խափանման միջոցը փոխված վիճակում եւ նա հնարավորություն կունենա մասնակցել նաև քարոզարշավին։ Հուսանք, որ այդ հանգամանքը նաև, այսպես ասենք, իշխանականների մոտ ծիծաղ է առաջացրել, գրառումներ են անում, որ Սամվել Կարապետյանը առաջին անգամ պիտի խոսի, ասում էին մինչև էլ կարող է ուղերձներով հանդես գալ եւ արհեստական բանականությանը դիմելու կարիք չկար։ Դա ցինիզմի դրսևորում է, որովհետեւ պարոն Կարապետյանը զրկված ա եղել մինչև հիմա անգամ այդ ձևաչափով ուղերձղելու պայմանավորված դատանի որոշման սահմանափակումներով։ Փաստաբանը պարոն Վարդևանյանը շատ հստակ պարզաբանումներ է տվել, թե իրենք քանի անգամ են դիմել քննչական մարմիններին դատախազությանը պարզաբանումներ ստանալու, որովհետև մենք առաջնորդվում ենք բացառապես օրինականության սկզբունքով եւ որևէ պարագայում չի իրականացվելու քայլ, որը կվնասի պարոն Կարապետյանի կարգավիճակին, դա իրանց երազանքն է։ Եվ այտենց պրովոկացիաների ոչ մի պարագայում չի տրվելու որևէ մեկը եւ շատ հանգիստ, խորաթափանց, օրենքի տրամաբանությամբ ամեն ինչ ընթանում առաջ։ Եվ նաև այսօրվա միջադեպը, որը արձանագրվեց Լոռու մարզի ճանապարհին, ոստիկանությունը եւ քննչականը հերքում են, ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ավտոշարությունը որևիցե կապ չունի տեղի ունեցածի հետ։ Ինչ ասես, ինչա, բա ինչի հետ կապ ունի, ասենք ոստիկանության գվարդիան, դե ուրեմն թող իրանք ասեն, թե ոստիկանության գվարդիան շաբաթօրով ինչի էր գնում Լոռու։ Ինչ ծառայություն, դա պիտի հիմնավորեն, չէ՞, ասենք ինչ ծառայություն, այդ ծառայությունը պիտի առաջանա օբյեկտիվ։ Հիմա ասենք թե օրինակ որ ոստիկանության մեծականակ ուժեր բերվել են, այստեղ հասկանում ենք ինչի է բերվել։ Հանրային մեծ հավաքը մոտավորապես օպերատիվ իրավիճակ են գնահատել, հասկացել են, որ տասնյակ հազարավոր մարդիկ են գալու, հավաքի անվտանգության, մասնակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով ծառայություն են կազմակերպել։ Տրամաբանակն է, չէ՞։ Գվարդիան, որը, ասենք, Լոռու մարզում ոստիկան չկա, համայնքային ոստիկանություն չկա, պարեկային ոստիկանություն չկա, քրեական ոստիկանություն չկա, գվարդիայի լրացուցիչ ուժեր, այսօրով, դե թող բացատրի նույն ներքին գործերի նախարարությունը, ինչի էր գնում Լոռու մարզ, ում են հիմարի տեղ դնում, հերիք չի ողբերգությունն արել են, ողբերգության տեր են, փոխանակ մի հատ ներողություն խնդրեն, պատասխանատվություն կրեն, մի հատ էլ ուզում են մարդկանց հիմարի տեղ դնեն։ Արդեն բոլոր դեպքն է, հղի կնոջը գցի մեքենայի տակ սպանին, իրեք սուտ են ասել։ Մեկ ասի Նիկոլ Փաշինյանը տեղյակ չի, մեկ ասի Նիկոլ Փաշինյանն ինքն է շտապօգնություն կանչը, մեկ ասի Նիկոլ Փաշինյանն ինքը ազգային ժողովում է իմացել։ Հերիք չի անում են այդ ողբերգությունները բերում են։ Մի հատ էլ փոխանակ ներողություն խնդրեն, հրաժարական տան այս ամեն ինչի համար, մի հատ էլ մարդկանց են ուզում հիմարի տեղ դնեն։ Պարոն Ղազարյան, եւ նաեւ այսպիսի մեկ հարց, հրապարակվեց ցուցակը եւ Նարեկ Կարապետյանն է գլխավորում, մինչ այդ ասում էին, որ օրենք սահմանադրության մեջ օրենքի փոփոխություն պետք է արվի, որ Սամվել Կարապետյանը կարողանա դառնալ վարչապետ, այսինքն անցումային վարչապետը այնուամենայնիվ Նարեկ Կարապետյանն է։ Ամեն ինչ կախված է իրադարձությունների զարգացումից։ Պարզ է, որ Նարեկ Կարապետյանը падգամավորի տեխնացու է եւ առաջնորդում է ուժեղ Հայաստանի դաշինքի համամասնական ցուցակը։ Սամվել Կարապետյանը падգամավորի տեխնացու չի, ինքը վարչապետի տեխնացու է։ Այսինքն ինքը չի հավակնում падգամավոր դառնալու։ Մեր պայքարի նպատակն է, որպեսզի Սամվել Կարապետյանը լինի վարչապետ։ Իսկ թե վարչապետ դառնալու համար ինչ, դա էլ է բնականաբար լինելու սահմանադրության եւ օրենքի շրջանակներում, մերը Նիկոլ Փաշինյանի թիմը չէ, որ սահմանադրություն խախտելով հարցեր լուծեն։ Բոլոր որոշումները կայացվելու են սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, իսկ դրա լուծումները կան, մեր թիմում էլ կան մեծ թվով բանիմաց իրավաբաններ, որոնք որ շատ լավ գիտեն իրավական կարգավորումները, փոփոխությունների տրամաբանությունը, մեխանիզմները եւ մեզ հիմա այս պահին պետքա ժողովրդի վստահություն, այսինքն եթե մեր քաղաքական թիմին հաջողվում է խորհրդանում ձևավորել մեծամասնություն,
մեծամասնությունը արդեն իր որոշումները կկայացնի նաև վարչապետի ընտրության հարցում։ Իսկ վարչապետը կլինի Սամվել Կարապետյան։ Դրան որևէ մեկը պիտի չկասկածի։ Նաև անդրադառնալ օրեր առաջ ազգային ժողովում առաջին ընթերցմամբ հաստատված օրենքին, ըստ որի կուսակցությունների անունները կուսակցությունների եւ դաշինքների անունները չի կարող լինել անձանվամբ։ Ամենայն հավանականությամբ նկատի ունենալով հենց Սամվել Կարապետյան հենց ուժին։ Սրա վերաբերյալ ինչ կասեք։ Նախ դա առաջին ընթերցմամբ չի ընդունվել, դա ընդունվել է ամբողջությամբ, նախագահն արդեն ստորագրել է, դա տևել է ընդամենը մի քանի ժամ, սա բացառիկ եւ անթույլատրելի բացառիկ երևույթ է, որ սահմանադրական օրենքը նախ հեղինակվում է, դրվում է քվեարկության ժամերի ընթացքում, գաղտնագողի, մյուսներից վախենալով, ընտրական գործընթացը հայտարարված վիճակում ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ դա որ միայն վերաբերում է Սամվել Կարապետյանին, դա երկրորդ կարգ չկա, որովհետեւ օրենքի կարգավորումներով դա վերաբերում է դաշինքների անվանումներին, այլ ոչ կուսակցությունների, այլ դաշինքների անվանումներին։ Իսկ այդ պահի դրությամբ մարտի 31-ին արդեն ստեղծվել էր Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ անվանումով դաշինքը։ Այսինքն ըստ էության դա օրենք էր միայն Սամվել Կարապետյանի մասին։ Պատկերացնեք Սամվել Կարապետյանի ուժը հեղինակությունը այսօրվա մեր հասարակ, որ իր համար օրենքներ են ընդունում։ Այսինքն այսօր փաստացի Սամվել Կարապետյանը առաջնորդում է մեր պետությունը, այսինքն պետության առանցքային դեմքը այս պահի դրությամբ արդեն ինքն է։ Բայց Նիկոլ Փաշինյանը ունի մտավախություն, որ միլիարդատերից կդառնա բոմժ։ Դե որ Նիկոլ Փաշինյանը բոմժից դառել է միլիարդատեր, ինքը ուզում է մտածի, թե դրա հակառակ մեխանիզմը ոնց է ալում։ Ես կարծում եմ հակառակ մեխանիզմը պիտի իր ապարագայում լինի, այսինքն ինքը նորից միլիարդատիրոջից դառնա բոմժ։ Պարոն Ղազարյան, ամեն դեպքում, եթե այնպես արվենան իրադարձությունները, որ պարոն Կարապետյանի անունը հանելու ինչ որ անհրաժեշտություն առաջանա, դա երկար վարչարարություն է պահանջում, ինչպես կազդի գրանցման, մի խոսքով ընտրական մյուս պրոցեսների վրա։ Լրացուցիչ բարդություն, այսինքն այստեղ տեսնում եք։ Ակնհայտ է, որ դա արվել է հենց խոչընդոտ ստեղծելու համար, որ քաղաքական ուժ այդ անունով մասնակցելու դժվարություններ ունենա, ժամկետների խնդիրներ լինեն, բայց իրանք գործ ունեն մի թիմի հետ, մի մարդկանց հետ, որոնքի տարբերությունն իրանց ունեն ինտելեկտ եւ իրավիճակում որոշումներ կայացնելու ունակություն։ Ես կարծում եմ, որ այդ պարագայում բոլոր խնդիրները կհաղթահարվեն եւ որևէ խնդիր չի լինի եւ այդ ուժը անկախ իրենց ստեղծած հիմիկվա հետագա բոլոր հնարավոր բարդություններից մենք մասնակցելու ենք ընտրություններին եւ հաղթելու ենք այդ ընտրություններում։ Պարոն Ղազարյան, պարոն Կարապետյանը մեր հաջորդ վարչապետն է։ Պարոն Ղազարյան, այն ընտրողները, ովքեր այս պահին դեռ չեն կողմնորոշվել, հարթակ օգտագործելով ինչ կասեք նրանց, ինչպես նաեւ այս ընտրությունները նախորդ ընտրություններից ինչով են տարբերվում, ինչով են առանցքային։ Ну, տենց տարբերություններ, ընդհանրություններ դժվար է ասել, իսկ մեր ընտրողներին ես կոչ եմ անում բոլոր առանց բացառության հիմիկվանից տրամադրվեն մասնակցեն ընտրություններին, դա չափազանց կարևոր է, որովհետև Նիկոլ Փաշինյանի այդ խմբակի վարչական ազդեցությունը ունի որոշակի նրանք ժողովրդի վստահություն բացարձակապես չեն վայելում։ Ունեն փոքրիկ խմբակ, իշխանական ռեսուրսներով պայմանավորված հանրային որոշակի շերտի վրա ազդեցություն, դա սահմանափակ է, դա չի աճում։ Այսինքն հիմա ինքը կծուբի բարուտի թե քաղցր իր հեղինակությունը դրանից չի բարձանում, այսինքն նա մնացել արդեն մի մակարդակի վրա այդ ուտելու, եթե նկատել եք ինքը ուտելուց բացի ուրիշ որևէ քարոզչական, ասենք ծրագրային, գաղափարական ուրիշ որևէ բան չկա, ասենք եթե ճամփորդում են, ապա գնդունիկ։ Ուրիշ ծրագրային բան իրանք չունեն, էլի։ Ու իրանք կանգնած են մի կետի վրա։ Հիմա այդ կետի վրա ինչքան մարդկանց մասնակցությունը բարձր լինի, ընտրողների, այնքան իրանք տեսակարար կշիռը լումա փոքր։ Մինչալոց ասեմ 21 թվին իրանք ստացել են մեր ընտրողների ցուցակային թվին ընդամենը 23%-ի վստահություն, այսինքն 23%-ով ստացել են սահմանադրական մեծամասնություն։ Ինչի, որովհետև մասնակցությունը ցածր է եղել։ Հիմա եթե մեր ժողովուրդը մասնակցում է ընտրության եւ ընտրում է Սամվել Կարապետյանի առաջնորդած դաշինքին, մենք շռնդալից հաղթանակ ենք ունենում ու փրկում ենք մեր ժողովրդին այս աղետալի իրավիճակից։ Մեր նպատակը դա է, ուրիշ բան չկա։ Նաև ձեր կողմից նկատի ունեմ ձեր այս բանը արդեն Ուժեղ Հայաստանի կողմից հնչել է վստահեցում, որ իրենք Ռոբերտ Քոչարյանին չեն դարձնի վարչապետ։ Բայց եթե լինի անհրաժեշտություն, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ եւ Ռոբերտ Քոչարյանի ու նրա թիմակիցների ձայնի անհրաժեշտությունը լինի, կօգտվեք։ Նայեք, ընտրական օրենսգիր գոյություն է, էլի։ Ընտրական օրենսգրքում ասում է, որ ընդհանրապես վարչապետի ընտրությանը մասնակցում են ուժերը, որոնք անցնում են խորհրդարանում։ Այսինքն մենք այդ մասին պետքա խոսենք մենակ այն ժամանակ, երբ որ ընտրությունները ավարտված լինի եւ ընտրական օրենսգիրքի տրամաբանությամբ լինի։ Ընդ որում ընտրական օրենսգիրքն ասում է, եթե որևէ մի քաղաքական ուժ 52% չի հավաքում, ապա կոալիցիան ձևավորվում է նրա շուրջ։ Այսինքն եթե հիմա մեզ հաջողվի եւ մենք այդ նպատակը ունենք, 52% հավաքենք, միասնյա ձևավորենք կառավարություն։ Եթե դա չհաջողվի, մենք լինենք առաջի տեղում, ուրեմն կոալիցիան պիտի ձևավորվի մեր քաղաքական ուժի շուրջ։
Եթե ոչ, ապա փոքր ուժեր, այսինքն ոչ առաջի ուժը, մյուսները իրար հետ պետքա կոալիցիա ձևը։ Եթե ոչ, ուրեմն երկրորդ փուլի ընտրություն, այսինքն գործընթացը այնքան բարդ է, տարբեր լուծումներ ունի, որ հիմա ասենց ուղղակի ասենց պարզ դասակարգումներով ասել, թե ոնց իրավիճակը ոնց կլինի, շատ դժվար է։ Մենք ունենք քաղաքական հայտարարություն, որը Նարեկ Կարապետյանը բազմիցս հայտարարել է։ Որտեղ մանիպուլացնում են այն ձևով, որ իբր ուժեղ Հայաստանը գործընթացի մասնակցում է Քոչարյանին վարչապետ դարձնելու։ Դες նպատակադրում չկա, դա հստակ ասվում է, մեր նպատակը Սամվել Կարապետյանի վարչապետ դարձ։ Եվ մենք բոլոր քաղաքական process-ները, այսինքն առաջին հերթին ընտրություն, ժողովրդի վստահություն, հետագայում կոալիցիաների ձևավորում այդ նպատակն են ունենալու, որ հաջորդ վարչապետը լինի Սամվել Կարապետյանը։ Հաջողվի ինդիմությանը միավորվել հաշվի առնելով, որ արդեն ՀԱԿ-ը հայտարարեց, որ բանակցությունները դրական չեն ավարտվել, նաև հաշվի առնելով, որ միասնության թևերն ու հայաքվեն արդեն առանձնացան։ Միավորում արդեն գոյություն ունի, նայեք, ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքը 3 կուսակցություն ստեղծել է, չէ՞։ Դա արդեն 3 կուսակցությամբ ստեղծված դաշինք է։ 4 կուսակցություն կա, որ արդեն հայտարարել է, որ միայն Սամվել Կարապետյանն են աջակցում։ Այդ թվում Հրանտ Բագրատյանի առաջնորդած Ազատություն կուսակցությունը, Ռաֆի Հովհաննիսյանի առաջնորդած Ժառանգություն կուսակցությունը, Կայունություն կուսակցությունը եւ ՀԺՄ-ը։ Նրանք հայտարարել են, որ միայն Սամվել Կարապետյանին են աջակցում։ Եվս 3 կուսակցություն, Հայրենիք կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ Վազգեն Մանուկյանի ղեկավարած կուսակցությունը հայտարարել են, որ իրանք չեն մասնակցում, բոլոր ընդդիմադիրներին են աջակցում, ենթադրում է այդ թվում նաեւ Սամվել Կարապետյան։ Այսինքն սա նշանակում է, որ Սամվել Կարապետյանի շուրջ արդեն ձևավորված է լուրջ քաղաքական կոնսոլիդացիա, որը շարունակվում է եւ process-ը դեռ նոր է։ Հիմա տեսեք հայտարարություններ են լինելու, դեռ process-ներ են լինելու եւ ես կարծում եմ, որ հենց սա է Սամվել Կարապետյանի մեծ առաքելությունը, որ եթե Նիկոլ Փաշկյանը բոլորին պարակտում է, մասերի է բաժանում, սաղին սարք իրար չտամի, Սամվել Կարապետյանի առաքելությունը հակառակն է, բոլորին միավորում է, բերում է մեկ ընդհանուր դաշտ, ծառայեցնում է։ Ես էլ ինքս ազատ քաղաքական գործիչ եմ եղել, չէ՞, որոշում եմ կայացրել կամ Սամվել Կարապետյանին աջակցել։ Այդպիսի հենց ես որ ասեցի քաղաքական կուսակցություններին եմ, անհատ գործիչների թիվը արդեն անհաշվելի է դառնում, որոնք միանում են Սամվել Կարապետյանի դաշինքին։ Նախընտրական ծրագրերից նշելով, որ քաղաքացիական պայմանագիրը միայն ուտելու մասին է եւ այլն, այնուամենայնիվ նրանք հրապարակեցին իրենց նախընտրական ծրագիրը, որում հատկանշական էր եկեղեցու հետ կապված կետը, նշում էին, որ ինչպես այնտեղ գրված է փաստացի պետը պետք է կոչվի հանգստի, ինչպես է վերաբերվում առհասարակ դրան, որ նման կետ գոյություն ունի նախընտրական ծրագրում։ Դա հակասահմանադրական, հակաօրինական դրույթ է, նպատակադրում է, որը արդեն բավարար է, որ իրանք առհասարակ չգրանցվեն, չմասնակցեն ընտրություններին։ Նայեք, օրինակ հիմա կարող է իրենք կամ մի հատ ուրիշը կուսակցություն ստեղծի, մասնակցի ընտրությունների ծրագրում գրի, մեր նպատակն է ցեղասպանության ենթարկել ժողովրդին։ Դա հակասահմանադրական, դա հանցագործություն է, չէ՞, չի կարելի որևէ մեկին իշխանություն տալ, որ ինքը հանցանք գործի։ Հիմա իրենք իրենց արժև դրել են հանցավոր նպատակներ, որ պետությունը իրավունք չունի իրականացնելու, հանցանք է դա։ Հետևաբար միայն դա բավարար է, որ մեր ժողովրդից ոչ մեկը դրանց, այսինքն նրանք ասում են մեզ իշխանություն տվեք, որ մենք հանցագործություն կատարենք։ Ոչ կարելի է դրանց իշխանություն տալ։ Իրենք էլ պնդում են, եթե իրենք իշխանության չլինեն, ապա պատերազմ կլինի։ Դա էլ մի ուրիշ հանցանք է, դա էլ սպառնալիք է, այսինքն մարդկանց դու սպառնում ես պատերազմով, ընդ որում այս սպառնալիքը ներկայացնողը իշխանության ղեկին գտնվող մարդ է։ Շանտաժը, պատերազմով մարդկանց ահաբեկելը դա ահաբեկչություն է, մարդկանց ահաբեկում ես եւ դրանով ազդում նրանց կատարելիք ընտրության վրա։ Մենք ազդարարում ենք, որ Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալով խաղաղություն է լինելու, ուժեղ երկարատև խաղաղություն եւ անվտանգային 6 կետերով տվել ենք այդ խաղաղության երաշխիքները, իսկ տնտեսական զարգացման 5 կետերով տվել ենք տնտեսական զարգացման հնարավորություն։ Առաջիկայում կլինի նաեւ դաշինքի նախընտրական ծրագիրը, որը բոլոր ոլորտներում մատնանշի մեր պետության զարգացման ուղղությունները։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։